Ջուրը Մասիսով անցնում ու ապագա գյուղ գրեթե չի հասնում։ Ապագացիները դժգոհում են, ջրի հետ հասնել են կտրել։ Մարդիկ այստեղ ձկներ են բուծում, առանց ջրի ապրուստի միջոցից կզրկվեն։ Նոր այրենց ընտանիքն էլ սակավ ջրով դժվարանում է ձուկ պահել։ Ասում են Մասիսի բնակիչներն են իրար հետևից պոմպեր շարել ու ցամաքեցրել գյուղի աղբյուրները։ Ջուրը ցամաքելու պատճառով նասոս ենք դրել, ջուրը չի հերիք է որ քաշի, միանգամից աղբյուրը նստելա իջելա ներքև։ Գյուղապետը մտահոգ է, խմելու ջրին վտանգ է սպառնում։ Ջրառատ օրերն անցել են, աղբյուրները բարակում են։ Ջրի ճնշումը ընդերքից, ստեղ ինքնահոս տվել է, ասենք 50-ից մինչև 100 լիտր, 120 լիտր ամեն օրը։ Իսկ որ շատ է ծակվել, արդեն աստիճանաբար ջուրը իջնում է ընդերքի, որովհետև ստեղից ավելի ուժեղ ճնշումով է դուրս գալի։ Լճերի գյուղ կոչվող ապագայում մոտ 20 տնտեսություն ձուկ պահելու հնար չունի։ Կերը թանկացել է, ջրի պակասն էլ մյուս կողմից։ Դա էլ մի կողմ, ջուրը ընդհանրապես համայնքում խմելու ջրի հարցն է վտանգված, այսօր կարողանում են բնակիչները խմելու ջուրը չունենան։ Այստեղ հիմնականում սասունցիներ են ապրում, սովոր են շենացնել գյուղը, ձկնաբուծությունից էլ չեն հրաժարվել։ Հուսով են, որ աղբյուրները նոր ուժով կհոսեն։ Մենք լավատես ենք դեպի ապագան։ Կարինե Վարդանյան, Էդվարդ Չախալյան, ժամը լրատվական, Արմավիր։